Ողջույն սիրելի հետևորդներ, պատկերացրեք երկու մարդկանց, երկուսն էլ եկեղեցի են գնում, երկուսն էլ աղոթում են, երկուսն էլ կարդում են Աստվածաշունչը, բայց նրանցից մեկը բոլորին քննադատում է, ամեն ինչից դժգոհ է, ամեն խոսքի մեջ վիրավորում է, իսկ մյուսը լուր օգնում է մարդկանց, մխիթարում է, համբերում է, ներողամիտ է, հարց է առաջանում, ով է նրանցից ավելի հասուն քրիստոնյա։ Այսօր շատերը կարծում են, որ հասուն հավատքը չափվում է գիտելիքով, բայց Պողոս առաքյալն ասում է ոչ, հասուն հավատքը չափվում է նրանով, թե որքան կարող ես կրել ուրիշի ծանրությունը, ու հենց այստեղից է սկսվում այս հատվածի ամենամեծ հեղափոխությունը։ Մենք, որ զորավոր ենք, պարտավորություն ունենք տկարությունը տանելու եւ ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինելու։ Մեզնից յուրաքանչյուրը թող ընկերոջը հաճելի լինի բարի գործերի մեջ, նրան ամրապնդելու համար։ Քանի որ Քրիստոսն էլ ոչ թե ինքն իրեն հաճելի եղավ, այլ ինչպես գրված է, քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան։ Իսկ այն, ինչ գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի համբերությամբ եւ Սուրբ գրքի պարգևած մխիթարության հույսով ունենանք։ Եվ համբերության ու ամեն տեսակ մխիթարության Աստված թող ձեզ շնորհի, որ միմյանց համախոհ լինեք Հիսուս Քրիստոսի օրինակով, որպեսզի միասիրտ ու միաբերան փառավորենք Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։ Հետևաբար ընդունեք միմյանց, ինչպես որ Քրիստոսն ընդունեց ձեզ Աստծու փառքի համար։ Սակայն ասեմ, որ Քրիստոսը թլպատվածների սպասավոր դարձավ Աստծու ճշմարտության համար, որպեսզի նախահայրերին տված խոստումը հաստատի։ Իսկ հեթանոսներն Աստծուն փառավորում են նրա ողորմության համար, ինչպես գրված է. դրա համար էլ գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ, եւ սաղմոս պիտի երգեմ քո անվան համար, եւ դարձյալ ասում է. ուրախացեք հեթանոսներ նրա ժողովրդի հետ, օրհնեք Տիրոջը բոլոր ազգեր, գովեք նրան բոլոր ժողովուրդներ։ Ես այն դարձյալ ասում եմ, Հեսեի արմատը պիտի ծալի եւ նա, որ պիտի ելնի իշխանը լինելու հեթանոսների, հեթանոսները նրա վրա են հույս դնելու։ Հույսի Աստված թող ձեզ լցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք։ Ես ինքս էլ եղբայրներիմ համոզված եմ ձեզ համար, որ դուք լի եք բարությամբ, լի եք ամբողջական գիտությամբ, կարող եք միմյանց խրատել, բայց որոշ չափով ավելի համարձակ գրեցի ձեզ եղբայրներ, ասես հիշեցնելու ձեզ այն շնորհի համար, որ տրված է ինձ Աստծուց, հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորը լինելու, Աստծու ավետարանը մատակարարելով, որպեսզի հեթանոսներն Աստծուն ընդունելի ընծալ լինեն, սրբագործված Սուրբ Հոգով։ Ուստի Հիսուս Քրիստոսով պարծենալու բան ունեմ Աստծու առաջ։ Չեմ համարձակվում խոսել այն, ինչ Քրիստոս չի գործել իմ միջոցով հեթանոսներին հնազանդեցնելու համար, խոսքով ու գործով, նշանների ու հրաշքների զորությամբ, Սուրբ Հոգու զորությամբ, այնպես որ Երուսաղեմից սկսած մինչև լյուրիկացների կողմերը ավարտին հասցրեցի Քրիստոսի ավետարանի քարոզությունը։ Այնպես ժանացի ավետանել այնտեղ, որտեղ Քրիստոսի անունը չէր լսվել, որպեսզի չլինի, թե ուրիշի դրած հիմքի վրա կառուցեմ, այլ ինչպես գրված է. նրանք, որոնց չէր պատմվել նրա մասին, պիտի տեսնեն, եւ նրանք, որ չէին լսել, պիտի լսեն ու իմանան։ Ամեն։ Սիրելի հետևորդներ, մենք ուժեղներս պարտավոր ենք կրել տկարների տկարությունը։ Պողոսը չի ասում ուժեղները կարող են օգնել, նա ասում է պարտավոր են։ Սա ընտրություն չէ, սա կոչում է։ Ուժը Աստծո պարգևն է, ոչ թե ինքնագովազդի, այլ ծառայության համար։ Եթե փորձենք համեմատել արդի ժամանակների հետ, ապա կտեսնենք, որ այսօր հասարակությունը սովորեցնում է հոգա միայն քո մասին։ Մի ծանրաբեռնվիր ուրիշների խնդիրներով, թույլերը թող իրենք լուծեն իրենց հարցերը, բայց Քրիստոսը հակառակ ճանապարհն է ցույց տալիս։ Իր ուժը նա օգտագործեց խաչը կրելու համար։ Նա իր զորությունը դրսևորեց ոչ թե իշխելով, այլ ծառայելով։ Սուրբ Հովան Ոսկեբերանն ասում է. ուժեղը նա չէ, ով կարողանում է պարտության մատնել ուրիշին, այլ նա, ով կարողանում է բարձրացնել ընկածին։ Թող մեզանից յուրաքանչյուրը հաճելի լինի իր մերձավորին, նրա բարության համար։ Սա հաճոյախոսություն չէ, սա սիրո
պատասխանատվությունն է։ Պողոս առաքյալը չի ասում, որ պետք է հավանություն ստանանք բոլորից, նա ասում է, որ մեր վերաբերմունքը պետք է կառուցի ոչ թե քանդի։ Փորձենք ինքներս մեզ հարց տալ, երբ մարդիկ հեռանում են քեզանից, նրանք ավելի հուսադրված են լինում, թե ավելի վիրավորված։ Քո ներկայությունը խաղաղություն է բերում, թե լարվածություն։ Քրիստոսն էլ իրեն չհաճեցեց, ասում է առաքյալը, եւ սա կարծես այս հատվածի սիրտն է։ Եթե որևէ մեկը կարող էր ապրել միայն իր համար, դա Հիսուսն էր, բայց նա ընտրեց խաչը, նա ընտրեց զոհաբերությունը, նա ընտրեց ծառայությունը։ Այսօր շատերն ասում են, կարևոր է, որ ես երջանիկ լինեմ։ Քրիստոսն ասում է, կարևոր է, որ դու սիրես։ Իսկ իսկական սերը հաճախ զոհաբերություն է պահանջում։ Սուրբ Օգոստինոս Իրանելին ասում է, սերը չափվում է ոչ թե խոսքով, այլ այն բանով, թե ինչ ես պատրաստ զոհաբերել հանուն մյուսի։ Ինչ գրվեց մեր ուսուցման համար գրվեց։ Պողոսը հիշեցնում է, որ Սուրբ Գիրքը պարզապես հին պատմությունների ժողովածու չէ, այն կենդանի դպրոց է, այն մեզ սովորեցնում է համբերություն, մխիթարություն, հույս։ Եթե փորձենք համեմատել արդի ժամանակների հետ, ապա հստակ կտեսնենք, որ այսօր մարդիկ ժամերով կարդում են նորություններ, դիտում են սոցիալական ցանցերը, բայց հազիվ մի քանի րոպե են հատկացնում Աստծո խոսքին։ Արդյունքում մեր միտքը լցվում է վախով, զայրույթով եւ անհանգստությամբ, իսկ Սուրբ Գիրքը լցնում է հույսով։ Սուրբ Եփրեմ Ասորին գրում է, Սուրբ Գիրքը այն աղբյուրն է, որից հոգին խմում է եւ չի ծարավում։ Միաբան եղեք, առաքյալի երազանքը պարզապես շատ հավատացյալներ ունենալը չէր։ Նա ուզում էր միաբան եկեղեցի։ Այսօր բաժանումները շատ են։ Ընտանիքներում, համայնքներում, նույնիսկ եկեղեցում։ Բայց Քրիստոսը կանչում է միասնության։ Միասնությունը չի նշանակում, որ բոլորը նույնն են մտածում, այն նշանակում է, որ բոլորը սովորում են սիրել նույնիսկ տարբերությունների մեջ։ Ընդունեք միմյանց, սա ամենադժվար պատվիրաններից մեկն է կարծես։ Ընդունել սիրելի մարդուն հեշտ է, ընդունել դժվար մարդուն քրիստոնեական հասունություն։ Հիսուսն ընդունեց մեզ միայն այն ժամանակ, երբ մենք դեռ մեղավոր էինք։ Ուրեմն մենք ինչպես կարող ենք մերժել ուրիշներին, Հովան Ոսկեբեյանն ասում է, եթե Քրիստոսը չամաչեց քեզ ընդունել, դու էլ մի ամաչիր ընդունել քո եղբորը։ Ես քարոզեցի այնտեղ, որտեղ Քրիստոսի անունը դեռ հայտնի չէր։ Պողոսի սիրտը միսիոներական էր, նա չէր բավարարվում արդեն հավատացյալների հետ, արդեն իսկ եղած հավատացյալների հետ։ Նա փնտրում էր նրանց, ովքեր դեռ չէին լսել ավետարանը։ Այսօրվա մեծ հարցը, մենք հաճախ մտածում ենք, ինչպես ավելի լավ ապրեմ որպես քրիստոնյա, բայց ավելի կարևոր հարց կա, ով իմ միջոցով դեռ պետք է լսի Քրիստոսի մասին։ Գուցե քո հարևանը, գուցե գործընկերդ, գուցե ընտանիքի անդամը, դու կարող ես լինել այն մարդը, որի միջոցով Աստված կդիպչի մեկ ուրիշի կյանքին։ Կյանքում կիրառելի կարևոր քայլեր, որոնց կարող ենք սովորել այս հատվածից։ Օգնիր մեկին, ով այսօր ավելի թույլ է, քան դու։ Քննադատելու փոխարեն մխիթարիր։ Ամեն օր կարդա Սուրբ Գիրքը ոչ միայն տեղեկանալու, այլև փոխվելու համար։ Սովորիր ընդունել մարդկանց, նույնիսկ նրանց թերություններով։ Քո ուժը օգտագործիր ծառայելու, ոչ թե իշխելու համար։ Աղոթիր եկեղեցու միասնության համար։ Հարցրու քեզ այս շաբաթ, ով իմ միջոցով կարող է մոտենալ Քրիստոսին։ Եկեղեցու հայրերը այս հատվածում տեսնում էին քրիստոնեական հասունության չափանիշը։ Սուրբ Հովան Ոսկեբերյանը շեշտում էր, որ ուժը պատասխանատվություն է, ոչ թե արտոնություն։ Օգոստինոսը գրում է, որ Քրիստոսի նմանվելը սկսվում է այն պահին, երբ մարդը դադարում է ապրել միայն իր համար։ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, հավատացյալի մեծությունը երևում է ոչ թե նրա խոսքերի, այլ նրա համբերության, ներողամտության եւ ծառայության մեջ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե ուզում եք իմանալ, թե
որքան եք աճել հավատքի մեջ, մի հարցրեք միայն թե քանի աղոթք գիտեք ասել կամ քանի գլուխ եք կարդացրել, հարցրեք ձեզ ում բեռն եք այսօր թեթևացրել, ումն եք քաջարել, ումն եք ներել, ումն եք մոտեցրել Քրիստոսին։ Քրիստոնեական հասունությունը չի չափվում միայն գիտելիքով, այն չափվում է սիրով, համբերությամբ եւ ծառայությամբ։ Հիսուսը չեկավ որպեսի իրեն ծառայեն, նա եկավ որպեսի ծառայի։ Եթե մենք կոչվում ենք քրիստոնյա, ուրեմն մեր ճանապարհն էլ պետք է նման լինի նրա ճանապարհին։ Թող մեր ընտանիքները զգան մեր սիրուց, թող մեր համայնքները զորանան մեր համբերությունից, թող մեր շրջապատը Քրիստոսին տեսնի ոչ միայն մեր խոսքերի, այլ հատկապես մեր կյանքի մեջ։ Եվ երբ մի օր կանգնեք Տիրոջ առաջ, թող կարողանաք լսել նրա քաղցր ձայնը, լավ է, բարի եւ հավատարիմ ծառա։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս օրվա սուբգրեն հատվածի բացատրությունը ուղարկել քո քրիստոնյա ընկերներին, քույրերին ու եղբայրներին։